Երկրաշարժից 37 տարի անց 37 ու ավելի անգամներ այս տարիների ընթացքում անօթևանության խնդրի լուծման տարբերակներ են առաջարկվել, ժամկետներ սահմանվել ու վերասահմանվել, բայց էլի տնակները կան ու մի քանի անգամ այդ տնակների քանակը գերազանցում է անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքների թվին։ Տնակատերը բնակարան է ստացել, տնակը վարձով է տվել կամ վաճառել, դրանում նոր բնակիչներ են հայտնվել կամ տնակը բնակեցված չէ, բայց չի էլ ապամոնտաժվում։ Բազմաթիվ չբնակեցված տնակներ կան, որոնց ապամոնտաժման իրավական հարցն այդպես էլ չի լուծվում։ Առաջնային խնդիրը անօթևանության կարգավիճակ ունեցող մարդկանց հարցը լուծելն է, այնտեղ կան մարդիկ, որոնք բարելավման ծրագրից են օգտվելու մի սենյականոցի, այդտեղ այլ մոդեցում է ՊԳՎ-ի, որպես այդպիսի բնակարանի քննման բգայական չի, այլ մոդեցում է, իսկ ովքեր 2-3-4 սենյակներ են կորցրել, իրենցը հենց ՊԳՎ է լինելու բայց 2000-ից ավել տնակները արդեն քաղաքապետարանի հետ պիտի հասկանանք ինչ ձևով են լուծում տալիս, որովհետև մեծ շատ տնակներ կան, որոնք ուղղակի մարդիկ չեն ապրում այդ տնակի մեջ, ինչ պատճառներով այդ տնակները պահվում են մի քաղաքում։ Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման վերջնաժամկետ սահմանված է 2027 թվականը, իսկ որպես լուծման տարբերակ քննարկվում է վկայագրերի տրամադրումը եւ բնակարանաշինությունը։ Անօթևանության ու շատ այլ խնդիրների լուծման համար մարզպետարանի եւ քաղաքապետարանի համագործակցված աշխատանք է անհրաժեշտ։ Դավիթ Արուշանյանը նշում է, Գյումրիի քաղաքապետարանի հետ աշխատում են ինչպես մարզի մյուս 5 համայնքների հետ, բայց չի թաքցնում, որ քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ է, քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, կա նաև կառավարման ճգնաժամ։ Այս իրավիճակը ցանկալիների շարքից էր, երբ որ աղբանության խնդիրներ կա Գյումրիում, կա փողոցի մաքրման հետ կապված խնդիրներ, կա շինթույլտվությունների հետ խնդիրներ, այսինքն որպես այդպեսին քաղաքապետարանը բազում խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, բազում խնդիրներ կան, այդ խնդիրներին բնականաբար լուծում է տալ պետք, դե պարզ է, որպես այդպեսին, երբ որ քաղաքապետը չկա, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարը ինչ կանել աշխատի, ամեն դեպքում քաղաքապետ չլինելու պարագայում պատկերը սա է լինելու, ինչ որ մենք ունենք ու բոլոր տեղերում էլ երևի թե նույն պատկերն է լինելու, բայց այստեղ արդեն պատասխանատվությունը այն բոլոր 4 ուժերինն է, որոնց միջոցով կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ։ Իսկ խնդիրները անցած տարի ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքում են արձանագրել, այլ նաև պետական միջոցներով իրականացվող ծրագրերում։ Խոսքը դպրոցների Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի Կապսի ջրամբարի շինարարության մասին է, որտեղ գործերը կիսատ են մնացել, շինարարներ են փոխվել, նախագծային թերություններ հայտնաբերվել։ Այդուհանդերձ մարզպետը դպրոցաշինության առումով 2025-ը հաջող տարի է համարում։ 2025 թվականին սկսեցին 28 դպրոցների հիմնանորոգման ծրագիրը եւ դպրոցների մի մասը արդեն երեխեք տեղափոխվել են այդ նոր դպրոցներում են դասերն անում, մի մասի շինարարական աշխատանքները ավարտվել են, այնտեղ տեխնիկական հարցեր են լուծում, մի մասը դեռ շարունակվում է, ինքնտանուր 7 միլիարդից ավել միայն շինարարության գումարներ, դրան գումարվում է նաև ամբողջությամբ նոր կույք է ձեռք բերվում, այսինքն մենք ուղղակի կոսմետիկ վերանորոգում չենք անում, այդտեղ ամբողջությամբ փոխվում է դպրոցը։ Դպրոցաշինական ու ճանապարհաշինական աշխատանքները փոխկապակցված են։ Ըստ Դավիթ Արուշանյանի հստակ հանձնարարական կա գյուղական բնակավայրերի դպրոցները կմիավորվեն, եթե դպրոց տանող ճանապարհները վերանորոգվեն։ Նոր կառուցվող ու վերանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների նորոգումը եւս համայնքների ղեկավարները պետք է սուբվենցիոն հայտերում ներառեն։ 2026-ի ճանապարհաշինական աշխատանքների ծավալները դեռ հայտնի չեն, խոսքը մասնավորապես Գյումրիին է վերաբերում։ Քաղաքապետարանը պիտի ներկայացնի սուբվենցիոն ծրագրերի հայտը, ավականին պիտի հաստատի, թե որ փողոցների, կոնկրետ որ փողոցների, կարող եմ ասել, որ 24 թվականից դեռ կար 20 փողոցի, 20 թե 22 փողոցի շինարարության հետ հասցրել էին, շինարարության մեծ մասն արդեն ավարտված է, բայց նաև կար 18 ընդհանուր սուբվենցիոն ծրագրերին, բայց նաև կար 18 փողոցի փաթեթ, որը չեն հասցրել կառավարություն ու սուբվենցիոն ծրագրերի հետ հայտը չէր հաստատվել, հիմա չգիտեմ քաղաքապետարանը ինչ կորոշի տեղափոխի այդ 18-ը 26 թվական, թե նոր սուբվենցիոն ծրագրեր կտանի։ 2025 թվականին մեծ ու փոքր ծրագրեր իրականացվել են Շիրակի մարզի բոլոր 127 գյուղերում, նույնիսկ ամենահեռավորներում։
Ըստ Դավիթ Արուշանյանի, հին տարին իր հետ տարել է մարզպետի պաշտոնավարման լուրերի շուրջ աղմուկը։ Վերահաստատում է, պաշտոնից հեռանալու շուրջ քննարկումներ եղել են, բայց որոշում չի կայացվել։ Իսկ այդ մասին լուրերը շատ արագ տարածողներին մարզպետը արկածախնդիրներ է անվանում։ Լուսինե Հայրապետյան, Հորիզոն։ Կարողացել ենք նույնիսկ